կապված կարծես թե ստորագրումը նախաստորագրումից հետո օրենս դա չի ստորագրի, բայց իրան զուգահեռ Ադրբեջանի նախագահը Գոշթրետորաբանություն է գործադրում, Սևանն անվանում է Գյոչա, Վարդենի Սևազարգերկա, խոսքով ո՞նց է պատրաստվում խաղաղություն ստորագրել մի երկրի հետ, որ դեռևս շարունակում է Գոշթրետորաբանությունը, չհաշված, որ մենք նաև գերիտ ենք բախվում։ Գիտեք, նախ ես ուզում եմ, որ մենք էլի ես կոնֆերանսի ժամանակ էլ ասացի, տեսեք, երբ որ դուք Ադրբեջանի նախագահի ասածը ինձ ուղղված հարցի մեջ դնելով սխալ եք ձևակերպում, արդեն իսկ իմ ցանկացած պատասխան սխալ է, քանի դեռ հարցի բազան չի ճշտվել։ Հիմա ես ճշտեմ հարցի բազան։ Ադրբեջանի նախագահը ասել է, որ ցարական ժամանակների քարտեզի մեջ Սևան չի եղել ու նշանում է։ Հիմա ես էլ ասում եմ, այդ նույն քարտեզի մեջ Հայաստան կա, Ադրբեջան չկա, դա ինչ է նշանակում։ Այսինքն խոսքը վերաբերվում է, իմիջայլոց ես նախորդ բրիֆինգի ժամանակ խնդրեցի լրագրողը ինձ պետք է տեղեկություն փոխանցել, ես էլ իրան այդ քարտեզը փոխանցեի։ Այսինքն հասկանում եք, պետք է մենք ճիշտ ինչ հարցը ճիշտ պետք է ձևակերպենք, որպես պատասխանը ճիշտ է։ Հիմա Ադրբեջանի նախագահն ասել է, չգիտեմ, որ թվի քարտեզում Սևան չի գրած է ուրիշ անուն։ Եվ ես էլ հարց եմ տալիս, ասում եմ, որ տենց հետ են գնում, միջև որ չի վայից գնում։ Ինչ վերաբերվում է անազատության մեջ, գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին, այդ հարցի պատասխանն էլ ունենք, դա մենք ամեն օրյա աշխատանք ենք անում այդ ուղղությամբ եւ ես եթե կա տեսակետ, որ պետք է այդ խնդիրը լուծվի, որ խաղաղության հարցը լուծվի, ես էլ ասում եմ, ինչքան բարենպաստ լինի միջավայրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այդքան ավելի հեշտ կլուծվի նաեւ այդ հարցը։ Այսինքն դիտանկյան խնդիր է, եւ ես կարծում եմ, որ եթե եւ խաղաղությունը մնացած բոլոր հարցերն էլ կլուծի։ Շատ հարցեր կլուծի։ Այսինքն այն անցալումը, թե մենք պետքա բոլոր հարցերը լուծենք, հետո նոր լինի խաղաղություն, խաղաղության համաձայնագիրը, կարծում եմ այդտեղ էլ բացարձակ չի։ Այսինքն դա process է, կենթանի process է, հիմա այդ էլ ճիշտ չի ասել, այսպես պետք է անենք, այդպես, որովհետև եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, այս կետին չենք հասնի։ Այսինքն խաղաղության այս կետին չենք հասնի։ Հենց դրա համար է, որ մենք փորձում ենք հնարավորինս ճկուն մոտեցումներ ցուցաբերենք, այնպիսի ճկուն մոտեցումներ, որ տվյալ պահին մաքսիմալ համապատասխանում են Հայաստանի պետական շահերին։ Պարոն Փաշինյան, վերջին մեկ շաբաթվա ընթացքում թե երրորդ նախագահները անդրադարձան ձեր կառավարության իրենց խոսքով ձախողումներին, իրենց հասարակներ ու ծառայություններ ներկայացին, բայց ես կխնդրեմ անդրադառնալ Սերժ Սարգսյանի մի հայտարարությանը, որի դուք ձեզ առաջարկվել է, փոխվարչապետի պաշտոն 2015 թվականին, ուսում եմ հետքեր կամ հաստատել այս լուրը, եթե առաջարկվել է, ապա ում կողմից ինչ պայմաններում եւ ինչ են առաջարկվել։ Լսեք, ինչ լավ է այդ հեղափոխությունը տեղի ունեցել ըստ էության ուղիղ եթերում։ Բայց թե ուղիղ եթերում տեղի ունեցած ամբողջ, որովհետև Կարեն Կարապետյանի հետ հանդիպում չի եղել, որ Կարեն Կարապետյանի հետ հանդիպում լիներ ուղիղ եթերում։ Հա, Կարեն Կարապետյանի հետ մեկուսարանում եղել է հանդիպում, ճիշտ է, կներեք, մոռացել էի։ Եվ երկրորդը խոսում է դեսպանների մասին, ես հատուկ այդ թեմայով դեսպանների հետ հանդիպում եմ արել եւ չէ, հեղափոխության ժամանակ իրանք հանդիպում են ուզել ինձանից եւ այդ հանդիպման հիմնական նպատակն եղել է, որ իրանք ասել են կարող ենք օգնել, աջակցել, ես ասել եմ անընդունելի է ինձ համար, ես Հայաստանի ներսում օտարերկրյա դեսպանների միջնորդության կարիք չունեմ, որպեսզի Հայաստանում մեր քաղաքական օրակարգը առաջ մղել։ Այսինքն ցանկացած տենց թեմա, որ ինչ որ մի դեսպանի միջոցով ինչ որ մի առաջարկ արվել կամ հետ առաջարկ ստացվել, դա ի սկզբանե սուտ է։ Իսկ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումը լավ հիշեցրիք ինձ, իսկապես մոռացել եմ։ Մի րոպե, բանտում հանդիպումը եղել է հետևյալ, ես ասեմ ինչ ա եղել։
Հիմա շատ լավ առիթ է պատմեմ ինչ ա եղել այդ հանդիպման ժամանակ։ Կարեն Կարապետյանը եկել է եւ ինքը խոսել է Սերժ Սարգսյանի անունից։ Սերժ Սարգսյանի անունից խոսել է եւ ասել է, որ փորձ է արել նենց անել, որ իրենք ինձ ազատում են եւ հեղափոխական process-ը չի շարունակում։ Ես ասել եմ ոչ, դա բացառ։ Նախ ասեմ փոխվարչապետի մասին, ընդհանրապես երբեք որևէ մեկի հետ ընդհանրապես տենց ակնարկ եւ խոսակցություն ընդհանրապես որևէ մեկի հետ չի։ Որևէ մեկի հետ ոչ միայն փոխվարչապետի, որևէ պաշտոնի մասին որևէ խոսակցություն ընդհանրապես չի եղել։ Ես չգիտեմ իրենք նման բան քննարկել են թե չէ, բայց ես չի էլ թույլ տա որ տենց խոսակցություն տեղի ունենա։ Սկսենք դրանից։ Բացառում եմ, այո։ Չի կարա տենց մի րոպե։ Ներողություն է, թողեք պատասխանեմ։ Եթե չի եղել մեկը հայտարարում է, դա ինչ է։ Հիմա դուք անդադ տեսեք 1000 ներողություն եմ խնդրում, չէ՞։ Տեսեք, այսօրվա մեր լրագրության առանձնահատկությունն է դա։ Փաստը դնում ենք մի կողմ, գնում գնահատականի հետևից։ Ես ասում եմ չի եղել։ Դուք ինձ ասում եք ուրեմն դա կեղծիք է։ Կեղծիք չի, հրավառություն է, վեպ է, պատմավեպ է, բանաստեղծություն է, թե պիես է։ Այդ գնահատական է, ես ասում եմ չի եղել, ասում է իսկ բացառում եք, որ ձայնագրություն լինի, ասում է ուրիշ փաստ բացառում եք, որ ասում եմ այո, բացառում եմ։ Ընդհանրապես բացառում եմ, որ որևէ ձայնագրություն կլինի, որը իրենց ասած եւ իմ կողմից հերքված որևէ նյուանս կապացուցի, բացառում որևէ թեմայում։ Այսինքն հիմա ես ձեզ հետ շփվում եմ, մի նեղվեք, ինձ հարցրեք, ինչ որ եղել է, կասեմ եղել է, ինչ որ չի եղել, կասեմ չի եղել։ Հիմա պատմեմ, թե ինչ է եղել Կարեն Կարապետյանի եւ իմ խոսակցությունը։ Խոսակցությունը եղել է հետեւյալի մասին, որ Կարեն Կարապետյանը ըստ էության ակնարկել է, ուղիղ չի ասել, բայց ակնարկել է ենթատեքստերով։ Եթե ինքը հերքի ես դա կհասկանամ, որովհետև ուղիղ չի եղել խոսակցությունը եղել է ենթատեքստերով, որ իրանք ինձ ազատեն, մեզ ազատեն եւ հեղափոխությունը, այսպես ասած, հեղափոխությունը դուրս գա օրակարգից եւ մենք ինչ որ ձևով Կարեն Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել, որ ինքը որպես բոլորի կողմից ընդունելի տեխնացու ստանձնի իշխանություն։ Ես ասել եմ դա ընդունելի չի ինձ համար եւ Սերժ Սարգսյանը պետքա հեռանա։ Որից հետո Կարեն Կարապետյանը գնացել է եւ ասել է, եկել է վերադառնալով, ասելով, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հրաժարական տալ, բայց առաջարկում է, որ դա տեղի ունենա ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից հետո։ Ինքը ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը ընդունի, որից հետո հրաժարական տա։ Ես ասել եմ դա անընդունելի է, ես չեմ ընդունի այդ տարբերակը, որից հետո գնացել է եւ ես չգիտեմ, բայց ինքնադրում գրում էր խոսում էր ինչ որ մեկի հետ, չգիտեմ ում հետ էր խոսում։ Որից հետո վերադարձել է եւ ասել է, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հրաժարական տալ հունիսին։ Ես ասել եմ դա ընդունելի տարբերակ չի եւ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա այսօր, վաղը, մաքսիմալ մյուս օրը։ Որից հետո ինքը գնացել է, եկել է, ասել է ընդունելի է այդ պայմանը։ Էս է եղել մեր խոսակցությունը մեկուսահանում Կարեն Կարապետյանի։ Պարոն Փաշինյան, բան բաց թողեցի մեր հարցից։ Հա, ինչ վերաբերում դուք ասիք ձախողումների մասին։ Ուրեմն հարգելի գործընկերներ, ուզում եմ մտել ընդհանրապես ես քննարկումների արդյունքում բյուջեն քննարկում խոսելու, ես էլ եմ անդրադառնալու, պատգամավորներն էլ են անդրադառնալու, աշխարհում մարդկության պատմության մեջ չի եղել որևէ կառավարություն, որը ձախողում չունենա։ Թեման բոլորովին ուրիշ բանի մասին է։ Բոլորովին ուրիշ բանի մասին է եւ այդ գնահատականը կապված է նրանից, գնահատականը, թե ինչ խնդիր է դրված մեր առաջ լուծելու համար։ Ես այդ խնդրին գուցե այս քննարկման ժամանակ էլ անդրադառնամ, բայց կարծում եմ առավել մանրամասն կանդրադառնամ առաջիկայում կայանալիք համաժողովի ընթացքում։ Համեցեք։ Պարոն Փաշինյան, դուք մեկնարկել եք ավտոբուսի հեռացման գործընթաց եւ արդեն երրորդ պատարագին եք մասնակցում, պատրաստում եք չորրորդին մասնակցել, բայց մենք տեսնում ենք, որ առանձնապես
մեծ բազմություն չի հավաքում, իրենք քաղաքացիական պայմանագրի պատգամավորներ, նախարարներ են միայն ներկա լինում եւ հիմա չորրորդ են պատրաստում մասնակցել, կարող ենք ենթադրել, որ դուք միայնակ եք մնացել կաթողիկոսի հեռացման գործընթացում, դուք հանրային աջակցություն չունեք այս հարցում։ Գիտեք ինչ, ես Աստծո հետ իմ հարաբերություններում այլոց աջակցության կարիքը չունեմ, որովհետև դուք ասում եք գնում եք պատարագի, մարդիկ չեն հապում, մենք պատարագի ենք գնում, ես պատարագի եմ գնում, ես չեմ գնում հանրահավաքի, ես ում համար, ձեզ համար է կարող այդպես ստացվում, դպրոցի, գիտեք, հանրապետությունում քանի դպրոց կա, չէ, մի րոպե, հանրապետությունում կա հազարավոր դպրոցներ, ասինքն 1000 տնօրեն մասնակցում է դպրոցին, պատարագի։ Պատարագների ժամանակ չեն ծափահարում, բայց օրինակ Հովանավանքում ծափահարում են շատ։ Գիտեք ով է որոշում պատարագի ժամանակ ծափահարում են, թե չէ։ Պատարագին ծափահարում է, թե չէ, որոշում է պատարագի մասնակից։ Ես գնում եմ պատարագի եւ ուրախ եմ, որ գնում եմ պատարագի, որովհետեւ ինչպես ասել եմ, դա ուրախ եմ, որովհետեւ դրանով դա կարեւոր է ինձ համար, իմ եւ այդ թվում մեր քաղաքական թիմի այն հատվածի, ովքեր հավատում են Աստծուն, որովհետև ես ընդունում եմ, որ մարդիկ Հայաստանի Հանրապետությունում ունեն խղճի ազատություն, նրանց մի մասը կարող է հավատալ Աստծուն, մյուս մասը կարող է այլ հայացքների տեր լինել, բայց դա ինձ համար իմ հոգևոր եւ բարոյական նորոգման ճանապարհ է եւ ուրախ եմ այն մարդկանց համար, ովքեր գալիս են։ Բաժնեմ, ես դուք ասել եք, որ դուք աղոթքները շարունակելու եք նաև մայր աթոռում, այսինքն դուք նշել եք, որ սա մի գործընթաց է, որը տանում եք աթոռիկոսին հեռացման, բայց հանրային պահանջ չեք տեսնում։ Դուք չեք տեսնում։ Որտեղ մարդասիրը քիչ է։ Դուք ո՞ր լրատվամիջոցից եք։ Դրա համար էլ չեք տեսնում։ Հենց թե ես դուք իմանաք։ Հա դուք եք դրել վերնագիրը, որ լարված իրավիճակ է։ Դա վերջ։ Ես ուզում եմ ասել նաև, որ այս պատարագների շարքը շատ կարևոր է, որովհետև այո, ես այդ օրակարգը ձևակերպել եմ եւ բարձրաձայնել եմ եւ հետեւականորեն գնալու եմ այդ օրակարգով, բայց նաև սա կենթանի process է, որտեղ խոսակցություն է տեղի ունենում հանրության հետ, խոսակցություն է տեղի ունենում յուրաքանչյուր ինքը իր հետ, խոսակցություն է տեղի ունենում Աստծո հետ, եւ ասենք դուք եթե հարցնեիք, մոտավորապես հարցնեիք, ինչու ես որոշեցի գնալ պատարագների, ընդ որում առաջիկան էլ եմ գնալ, որովհետեւ ես նաեւ իմ եթերներից մեկում բարձաբանեցի, որ ես կարծում եմ, որ խոսքը մեր սրբության սրբոցի մայր աթոռի հոգևոր եւ բարոյական նորոգման մասին է, եւ այդ հոգևոր եւ բարոյական նորոգման հասնելու եւ մեր սրբության սրբոց մտնելու ճանապարհին մենք պետք է մաքրվենք։ Սա ինձ համար մաքրվելու ճանապարհ է ձեր ասած եզրագծին հասնելու համար, որովհետեւ իմ թեզը որն է, ես ասում եմ մենք անդադ խոսում ենք արժեքահենք հանրության մասին, բայց մենք չենք կարող արժեքահենք հանրություն ունենանք, եթե մեր սրբության սրբոցը, մեր բարոյական եւ արժեքային համակարգի էպիկենտրոնը աղտոտված է։ Բայց հետո հասկանում ենք նաեւ այդ քննարկումների ընթացքում, որ ի վերջո դա տեղի է ունեցել մեր միջավայրում։ Այսինքն դա տեղի է ունեցել, որովհետեւ մենք ենք թույլ տվել, դա տեղի է ունեցել, որովհետեւ մենք այդ ամենի ականատեսն ենք եւ մեր ականատես լինելու բերումով մասնակիցը։ Ուրեմն եթե մենք ասում ենք, որ ուրիշները արժանի չեն մեր սրբության սրբոցին, իսկ արժանի չեն, բայց մենք էլ պետք է նախ արժանանանք։ Եվ այդ է պատճառը, ինչ ենք գնում պատարագի, ինչ եմ հաղորդություն ընդունում եւ շարունակելու եմ հաղորդություն ընդունել, որպեսզի իհարկե գնալ եմ մայր աթոռ դա, երբ որ բավարար չափով մաքրված կզգամ ինձ այն ժամանակ։ Պարոն Փաշինյան, 22 թվականի ձեր երկրի
ասացիք, որ Հայաստանում ադրբեջանական անկլավներ չկան, ամենայն դեպս իրավական հիմքեր չեն հայտնաբերվել։ Հետո 23 թվականին արդեն Պրահայից հետո ասացիք, որ ճանաչում եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, անկլավները ներառյալ, եւ այդ ժամանակ դեռ երկու այսպես սցենար առաջարկեցիք, կամ փոխանակում, կամ փաստացի վերահսկողության պահպանություն։ Հիմա դուք հրավում եք արել, որտեղ վերադարձնենք Արցախը եւ օկուպացված մյուս տարածքները։ Ինձ հետաքրքիր է բանակցային գործընթացում այս մասով արդյոք կա նորություն եւ արդյոք սցենարներից մեկի մասով կա համաձայնություն, որ դուք այդպիսի գրառում եք արել։ Ես այդպիսի գրառում արել եմ, որովհետև չեմ կարող այդպիսի գրառում չանել, որովհետև չի կարող Հայաստանի Հանրապետության որևէ ներկայացուցիչ, որևէ վարչապետ հրաժարվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի եւ այսինքն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու օրակարգից եւ այդ գրառումը հաստատումն է ակնհայտի։ Ինչ վերաբերում է սցենարների, սահմանազատման գործընթացի ճանապարհով մենք ասել ենք նաեւ, որ մենք արդեն իսկ մեր գրավոր ստանձնած պարտավորություններին հավատարիմ ենք եւ ուժային որևէ սցենար բացառում ենք ուղղակի։ Ինչ վերաբերում է սցենարներին, սահմանազատում պետք է տեղի ունենա եւ նախ սահմանազատման արդյունքում պետքա արձանագրվի ինչ պետքա տեղի ունենա սահմանազատման արդյունքում։ Սահմանազատման արդյունքում պետք է վերաարձանագրվի Ալմատի հռչակագրի հիման վրա երկրների տարածքային ամբողջականության ուրվագիծը։ Երբ որ տարածքային ամբողջականության ուրվագիծը կվերականգնվի, այդ ժամանակ արդեն մնացած բոլոր կոմբինացիաները եւ կարձանագրվի, այդ ժամանակ արդեն բոլոր հնարավոր կոմբինացիաները եւ վարիացիաները կքննարկվեն։ Եվ ես ուզում եմ ասել, որովհետև դա էլ է շատ քննարկում, ես հիմա դա հասկանում եմ, որ օրինակ քննարկում է, որ նույն Արցվաշենի դեպքում ավելի լավ է այլ սցենարների գնալ եւ այլն եւ այլն։ Որևէ մեկը չի կարող այլ սցենարի գնալ առանց Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքի արտահայտման։ Ես ուզում եմ, եթե խոսքը գնա դրա մասին, եթե խոսք գնա տարածքի փոխանակման մասին, դա հստակ է, որ առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դիրքորոշման դա հնարավոր չի անել։ Ընդ որում իրավաբանների գնահատականն է այս պահի դրությամբ, ես նույնիսկ եթե խոսքը ուղիղ հարաքվեի մասին չլինի, առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համաձայնության դա չի կարող պարզապես տեղի ունենալ։ Ինչ վերաբերվում է սահմանազատման գործընթացի վերաբերյալ ամբողջ իրավական շրջանակը, ընդ որում դե յուրե բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթում է, դա երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն է, որը եւ այդ շրջանակում աշխատանքներ պետքա տեղի ունենան եւ իմիջայլոց ասեմ մնացած ամեն ինչն է հնարավոր կոմբինացիաները լայն շրջանակով իհարկե նկարագրված են եւ իմ ասացի մեջ որևէ նոր էլեմենտ չի ավելացել։ Իմ ասածը ամբողջությամբ տեղավորվում է նախկինում իմ ասածներին։